Ուզում եմ խոսքը տրամադրեմ մեր մայստրոյին, ուզում եմ ոչ մի խոսք ասի, մի քանի խոսք մեզ ներկայացնի առիթի մասին, եւ մենք ունենք անակնկալներ մեր հարգարժան հյուրերին, մայստրոն կասի իր խոսքում, մայստրո։ Բարի երեկո, շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվելով այս գեղեցիկ սրահում ունենալով իմ անհատական ցուցահանդեսը, առաջինը խորին շնորհակալություն հայտնում եմ Իրանահայ միության այս գեղեցիկ առիթով, որ տրամադրեց այս սրահը, որտեղ հիմա ներկայացնում ենք 60 եղանակարգչական աշխատանքներ, որոնք տարբեր ժամանակ ստեղծված գործեր են, կարծում եմ դուք կտեսնեք կա եւ կոմպոզիցիոն աշխատանքներ եւ abstract եւ հնանկարներ։ Ամենակարևորը ուրախ եմ այսօր տեսնելու իմ լավ ընկեր, բարեկամ եւ արվեստասեր հասարակությանը, որոնք որ այս պահին ներկա են գտնվում իմ անհատական ցուցահանդեսին, բոլորից խորին շնորհակալություն եմ հայտնում, կարծում եմ հիմա բացումը կլինի եւ դուք բոլորը կտեսնեք ներկայացված է այն աշխատանքները, որոնք որ վերջի, այսինքն մի 10 տարվա ստեղծագործական աշխատանքներ, այսինքն այդպես է։ Նկարչությունը 1 տարում կամ 2 տարում չի լինում։ Ամենակարևորը, որ կարծում եմ իմ արվեստը լուսավորը, ոնց որ հարգարժան մեր Զարակը ասեց, այո, ունեցել ենք 450 էլ ավետ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում, Ամերիկա արդեն երևի 12-13-րդ անգամ է, որ գալիս են ցուցահանդեսներով 90-ական թվականներից սկսել։ Ուզում եմ, որ բոլորիդ բարի երեկո, այսպիսի գեղեցիկ առիթը, որ միասին ենք, կարծում եմ դա հետարքիր է իր ուրույն տեղով, որտեղ արվեստը ունի իր, ոնց ասեմ, մտքով ոչ սովորական, այսինքն ամեն ինչ ասով է եւ շնորհակալ ենք Աստծուց, որ Աստված մեզ տվել է այս շնորհքը եւ դուք էլ գնահատում եք։ Բոլորիցս շնորհակալ եմ եւ այսօր մենք բնականա ունենք գեղեցիկ անակնկալ մեր լավ բարեկամներին, որը որ կներկայացնի մեր Սահակը եւ կասի իր շարունակությամբ իր խոսքը։ Շնորհակալ եմ Աստծո։ Ուզում եք այսօր մեր հայ նկարիչների կենտրոնի դիպլոմով պարգևատրենք մեր լավ բարեկամ, լավ ընկեր, երկար տարիներ մեր արվեստի կողքին կանգնած մեր հարգարժան Վարդան Թադևոսյանին։ Վարդան ջան, շնորհակալ եմ, որ միշտ մեր արվեստի կողքին եք։ Մայստրոն իր ձեռքով կհանձնի դիպլոմը եւ մեկ նկար իր ցանկությամբ ձեզ նվեր ձեր կոլեկցիային նվեր։ Ես գիտեմ Վարդան ջան, որ դուք նկարներ ունեք, կոլեկցիա ունեք։ Համեցեք։ Շնորհավորում ենք, շնորհակալություն Վարդան ջան։ Արվեստի կողքին լինելու եւ ավանդ ունենալու համար։ Բարի երեկո տիկնայք եւ բարոնայք, շնորհակալ եմ այս հաջելի անակնկալի համար։ Ես թվում է ամեն մարդ երբ որ անակնկալ են անում, այդ անակնկալից լավ բան չկա։ Իրոք ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ Վարպետին, որ իր աշխատանքներից նաեւ իմ նկարների հավաքածուում տեղ կլինի։ Ուրեմն ասեմ, վաղուց եմ ճանաչել Խաչիկ Աբրամյանին, արդեն 10-ամյակներից ավելի տարիներ։ Մենք որպես արվեստագետ եւ որպես ընկեր բավականին երկար ու հետաքրքիր ճանապարհ ենք անցել միասին եւ ուրախացա, որ այստեղ Լոս Անջելեսում լինելով նմանատիպ ցուցահանդես պիտի կազմակերպեր։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Թոմիկ Ալեքսանյանին, շատ հարգարժան պարոն Ալեքսանյանին, եկեք, պարոն Ալեքսանյան, համեցեք, որովհետև հավատացեք, ես իր հետ մի քանի առիթներ եմ ունեցել միջոցառումներին հանդիպելու
այն էնտուզիազմը, այն ոգևորությունը, որ նա միշտ ունեցել է ու կանգնել է երիտասարդների մտավորականության, մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին ու փորձել է հնարավորություններից սահմաններից ավելին անել, որպեսզի ամեն ինչ շատ գեղեցիկ ու շատ սահուն ստացվի։ Այս միջոցառման հետ կապված մի թեթև բերան իրան ասեցին, որ պարոն Ալեքսանյան նմանատիպ հյուր ունեն Հայաստանից եկած եւ անպայման ուզում ենք, որ այստեղ միջոցառում կազմակերպենք, ուզում ենք այն մեծ սրահում անենք։ Հետո ինքը քանի որ արդեն մի քանի անգամ երևի առիթներ ունեցել է նմանատիպ երեկոներ կազմակերպել, ասեց ավելի լավ է ես մի սրահ ցույց կտամ, հաստատ է դալիճից ռեստորանի այն մեծ հատվածից կհրաժարվեք, իրականում արդեն տրամադրող շատ գեղեցիկ պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ, որ մեր կողքին կանգնել եք։ Եվ ներկայացնում շնորհակալություն հայտնեմ պարոն Թոմին Իրանալիստանը դրամատուրգի եւ արվեստի կողքի լինելու համար, եւ երկու խոսքեր պարոն Թոմին Երեկո ողջունում եք ձեր ներկայությունը ձեր տոնում, մեր կենտրոնում Իրանահայ կոչվում է, որովհետև 1956-ին ընդամենը 5 ընտանիք կազմել են այս միությունը եւ դա արդեն շուտով մենք կտոնենք մեր 70-ամյա 65-ամյա մենք ծառայում ենք Սփյուռքում մեր հայրենիքին ես ինքն անձամբ օր եմ հաշվում, որ գնամ վերջից տարիներն էլ ապրեմ Հայաստան, արդեն անկախության մեծ առաջի օրվանից տարին նվազագույնը 1, եւ որ հնարավորությունը 2 անգամ գնում եմ, եւ այն օր որից որ Հայաստանի անկախացել է, ես եմ որևէ օտարտեղ չեմ գնում, ոչ Հավայի եմ գնում, ոչ Բերմուդա եմ գնում, ոչ Նյու Յորք եմ գնում, ոչ Լաս Վեգաս եմ գնում, առիթ ունենամ իմ տեղս Հայաստանը։ Ուրեմն հույսով եմ, որ Հայաստանի շունչը մեր արվեստագետ, արվեստասեր համայնքը գնահատում է եւ ձեր ներկայությունը արդեն վկա է այս բոլորին։ Ja, toch.
կապի մեջ կմեք Հիմա դե ասում ենք կանադային ամառը